դիցապատումների հերոսներին, Հայկ եւ Բել եւ այլն, բոլորը բացահայտել թե ով ինքնություններով եւ այլն։ Մհերի դրան արձանագրությունը մի հատ ոսկե բանալի է, որ դուր փորձում ես բոլոր դռները բացում մեր պանթեոնը մաքուր ձև դրած է, բոլոր աստվածների անունները այրեն է, այդ հաջորդ գիրքը sense դրա մասին է։ Հիմա փոքր մեհերը ագրավակար, նախ գիտեք, որ ագրավ աստեղատուն կա։ Այդ ագրավ աստեղատունը բարձրանում հենց ագրավակարի վերևը։ Դրանք աստեղատներ են։ Միջև այնտեղ մտնելը փոքր մեհերը կռվեց 7 աստծու կողմից ուղարկած 7 հրեշտակների հետ։ Դրանք պլեյադներն են, 7 պլեյադները, հա, որոնք տարին էին սկսում գարնանային գիշերավասարը։ Սա ուրիշ բանի մասին, հասկանում եք, երբ որ Գութանի, երբ որ ծնվեց փոքր մեհերը, չէ, Գութանի բաները քսեցին, չէ, ձեռը, որ խփեց պատրեց, ինչ է դա նշանակում, այսինքն ցուլի համաստեղության ավարտը։ Մենք խոսում ենք 6000 տարի առաջվա մասին, երբ որ աշխարհակարգը ցուլի համաստեղությունից անցնում է դեպի խոյ, այդ պիրուդի մասին է, այդ ձեռն էլ խուփ է, քերիթորս մաժմժեց, բացեց, տեսավ կաթ մի արյուն տռան մեջ, ասում աշխարհարեմ մի կաթ, արյուն, սա տիեզերա փուլի ավարտի եւ նոր տիեզերակարգի վերադարձի մասին է մհերի դուրս գալու հետ կապված, ինքը ոչ միայն ավերում է հին աշխարհը, ղալբացած աշխարհը, այլ ստեղծում է նոր աշխարհ, նույն զուգահեռը կա Վեդաներում Աստված 12 ժամ քնում է, 12 ժամ արթուն է, այդ իր արթուն ժամանակ 4 միլիարդ 320 միլիոն տարվա ընթացքում ձևավորվում է նյութական տիեզերքը, որ իր մտքի արգասիքա, որը ունի 4 փուլ՝ ոսկյա, արծաթյա, բրոնզա եւ կալիյուգա, երկաթյա։ Կալիյուգան վերջի փուլն է, փոքր մեհերը կալիյուգան են ներկայացնում, որը փակվում է, որ նորից հետ վերադարձով բացվի ոսկյա շրջանը։ Այս էպոսի վերջաբանը նույն զուգահեռն է ինչ որ վեդաներում է։ Հա, նույնիսկ թվերը ափսոս դուք մեհերի դրան առեղծվածը ֆիլմը որ նայեք, այնտեղ ամեն ինչ տալիս է։ Հստակ էպոսի մեջ պատումներ կա, որ թվերով են ասում։ Ասում է ամեն վարդեվորին մեհեր դուրս կգար։ Մեկ սահատում կանցներ